Սանիրյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ կա քաղաքային խնդիրների հետ կապված, ձեր խոսքը կներկայացնենք եւ այսպես երևի հիմա ճիշտ է խոսենք այս սարսափելի օգուտի աղտոտվածությունից քաղցկեղածին է, սա անդառնալի հետևանքներ է ունենալու։ Խնդրեմ ես մասով Ավինյանը տեսակ ինչի վրա էր գցում այս աբսուրդ վիճակը եւ նաեւ անցած շաբաթվա վերջին տեսանյութը հրապարակել, ասում են վերջին 3 օրվա ընթացքում աննախադեպ ծառատունք են իրականացրել, հիմա օդը մաքուր, ամեն ինչ լավ է, հենց հիմա մենք Չարենց փողոցի վրա ենք գտնվում, նորման 50-ից 70 պետք է լինի, 200-ից ավել է, խնդրեմ, իսկ անցած շաբաթ աղան առնջի միայն 708-ի կարգ է եղել է վատագույն ցուցանիշը, համեցեք, համաշխարհային ռեկորդ ենք գրել։ Շնորհակալություն հրավերի համար։ Ուրեմն այդ ծառատունքի հետ կապված էլի, որ ինչ ծառ են տնկել, են սակուրաները, են ոչ ցաղարթախիտ ծառերը, են ծառերը, որ տնկում են մի քանի ամիս հետո այդ ծառերը չորանում է, այն ծառերն են տնկում, որ չեն ջրում ու այդ չջրելու պատճառով այդ ծառերը չորանում է, այն ծառերը, որ այս կլիմային համապատասխան չեն, այդ ծառերը չեն դիմանում այս կլիմային չորանում է, շատ ծիծաղելու է, էլի իրականում այդ հենց այնպես չէ որ ծիծաղեցինք։ Այս մարդիկ ուրեմն 5 միլիարդից ավելի դրամ գումար են հատկացնում կանաչապատման համար, ծառատնկման համար։ Արդյունքում ոչ թե ծառ են տնկում, այլ ծառեր են հատում։ Երևան քաղաքում բոլորս է հանդիպած կլինեն, դուք էլ նոր ձեր խոսքում ասեցիք։ Չարենց փողոցի վրայի ծառերը որ հատել են։ Երևան քաղաքում վերջի 2-3 տարվա ընթացքում փողոցներում ծառերի սպանդ են արել։ Անցած տարի Ալեք Մանուկյան փողոցում ծառերի սպանդ են արել։ Այս տարի Տիգրամեծ փողոցում մի 2 շաբաթ առաջ ծառերի սպանդ են արել։ Ծառերը, որոնք հաստաբուն, սաղարթախիտ ծառեր են, այդ ծառերը կտրել են տեղը չգիտես ինչ են տնկելու, թե այդ ծառերն երբ են ասենք բարձրանալու, մեծանալու, սաղարթ տալու, որպեսզի այս քաղաքին թթվածին տան ու այդ փոշին վերցնեն իրանց վրա չգիտես։ Այսինքն այս մարդիկ այդ ծառատունք ասվածը, որ ասում են ծառ են տնկել, ծառ են իրանք հատում, ծառ չեն տնկում, ինչ ծառ են տնկում։ Ծառ տնկելու տակ անունի տակ բերել են չգիտեմ ինչ ծառեր, որոնք նորից եմ կրկնում, այս կլիմային համապատասխան չեն եւ կտրում են այն ծառերը, որոնք որ նախկիններն են տնկել, նու նախկինները 50-60 տարի առաջ, որոնք այսօր արդեն աշխատում են նորմալ եւ ուրեմն շոկ եղանակին են հովանում եւ թթվածին են տալիս եւ փոշին են վերցնում իրենց վրա եւ թույնն են վերցնում, որ այսօր քաղաքում այդ մեքենաներից եւ ոչ միայն մեքենաներից քաղաքում լիքն է այդ թույնը։ Քաղաքից դուրս նայում ես քաղաքին, քաղաքը ամպի մեջ, ամպ չէ, մառախուղի մեջ կամ ավելի ճիշտ ծխի մեջ կորած է։ Ու իրանք դա մեկնաբանում են կամ վերագրում են կամ մեղավորներին էլ միշտ դերեր գտնում են որպես մեղավոր գտնում են ուրիշին, այսինքն քաղաքացիներն են մեղավոր, որ տերևները վառում են, տերևներից ծուխ է առաջանում, թույն է առաջանում, դրա համար օդը աղտոտվում է։ Այսինքն բոլորը մեղավոր են բացի իրենցից։ Բայց հիշենք, որ այս նույն իշխանությունները, որոնք նախկինում նաև էկոակտիվիստներ էին, մի ծառ Երևանում, ծառեր չէ, մի ծառի ճյուղ Երևանում կտրվեր, գնում էին մի աղմուկ էին բարձրացնում, մի լրատվամիջոցներով խոսում էին, մի բղավում էին, մի ծառ եք կտրել, Մաշտոցի այգում ծառ են կտրել, այս ինչ տեղը հա բա դուք ինչ եք արել, դուք չեք կտրել, դուք ծառերի սպանդ եք արել, ծառերի եղերն եք արել այս քաղաքում։ Ու չեք կտրում գոնե մեկու մեջ, փոխարինելով մեկու մեջ, կտրում եք ամբողջ փողոցով։ Ու այսօր այդ ծառերի կտրման դեմ պայքար չկա, ժողովուրդը հարմարվել է այս իրավիճակին, չի բողոքում, եթե բողոքում էլ է, իրենք բերում են ոստիկաններով այդ ամեն ինչի դեմ նառնում են։ Իրանք ձևերը գիտեն պայքարելու, էլ իրանք նախկինում պայքարել են, ձևերը գիտեն։ Հիմա էլ իրանք են, եթե նախկինում պայքարել են ծառ կտրելու դեմ, հիմա էլ իրանք են ծառ կտրում։ Եվ Երևանը դրա համար էլ այսօր օդի աղտոտվածության առումով շատ ծանր վիճակի մեջ է գտնվում։ Օդը աղտոտված է, այո, շատ աղտոտված է օդը։ Օդի աղտոտվածության պատճառներից մեկը ասեցինք, այդ ծառահատումներն են կամ իրենց բերած այդ ծառերն են, որ տնկում են դեռ հələ իրանք չեն հասել այն աստիճանի, որ կարողանան այս թույնը կամ ծուխը եւ փոշին վերցնեն իրանց վրա, բայց պատճառներից նաեւ մյուսը շինարարությունն է։ Ուրեմն այնքան շատ են սրանք շինարարական թույլտվություններ բաժանել, որ քաղաքում եւ խտացրել են այդ շինարարությունները, որ այդ փոշին խեղդում է։ Փոշին շատ է, չափից շատ է, եւ այդ փոշու դեմ
կան որոշումներ, ավականու որոշումներ եւ այդ որոշումները պետք է իրականացվի, այնինչ այդ որոշումները չի իրականացվում, իրանք էլ առանձնապես շատ մեծ հետեւողականություն չեն ցուցաբերում, որպեսզի կարողանան կանխեն։ Ուրեմն ցանցեր պետք է լինեն շինարարական հրապարակում, փոշի կլանող ցանցեր եւ փոշի նստեցնող սարքեր պետք է լինեն, շինարարապարակը պետք է կահորված լինի համապատասխան ձևով, որպեսզի փոշին չբարձրանա քաղաք։ Այնինչ այդ շինարարության պատճառով շինարարության փոշին տիրում է քաղաքում։ Այսինքն պատճառներից մեկն էլ շինարարությունն է։ Մյուսը աղտոտվածության պատճառներից մյուսն էլ մեքենաների արտանետած ծուխն է։ Ուրեմն մեքենաներից արտանետած ծուխը այնքան շատ է, որովհետև մեքենաներն են շատ։ Իսկ մեքենաները, որ գալիս են նաև խցանում են առաջացնում, խցանումների ժամանակ է ծուխ առաջանում։ Այդ էլ աղտոտվածության պատճառներից մյուսն է։ Դրա համար փոխանակ սրանք լուծումները գտնեն, որպեսզի Երևան քաղաքում աղտոտվածությունը իջնի նաև մեքենաների ծխի պատճառով եւ նաև մեքենաները խցանումներ չառաջացնեն։ Դրա համար կան շատ պարզ լուծումներ, որոնք այս մարդիկ դրան չեն գնում, որոնց մասին Մայր Հայաստանը բազմիցս խոսել է, թե հարցազրույցներում, թե ավականի նիստերում։ Մենք առաջարկել ենք, ասել ենք, պետք է կառուցվեն ավտոկայանատեղիներ, որոնք ուրեմն չեն լինի կարմիր գծերի տեսքով, որ քաղաքում կարմիր գծերի փոխարեն լինեն ավտոկայանատեղիներ։ Ավտոկայանատեղիները կլինեն թե վերգետնյա, թե ստորգետնյա, այդ մոդելը կա աշխարհում ընդունված, հիմնականում տեսել ենք Չինաստանում է շատ տարածված եւ դրա այդ ավտոկայանատեղիներ լինելու դեպքում մարդիկ չեն ուրեմն կարմիր գծերում կայանի, խցանումներում չեն լինի, քաղաքում խցանումներ չեն եւ այդ ծուխը ավելի մեղմ կլինի եւ այդ նաեւ շրջաններից եկող տրանսպորտի համար ուրեմն ինչ պետք է արվի, ես ծաղուն անցա արդեն խցանումներին, բայց ասեմ ինչ պետք է արվի, որ այդ խցանումները չլինեն, ու խցանումների պատճառով նաեւ օդը չաղտոտվի։ Ուրեմն պետք է ավտոկայանատեղիներ կառուցեն ոչ միայն Երևանի կենտրոնում, այսինքն որ Արվարձանից քաղաքացին գնա կենտրոն աշխատանքի, մեքենա կայանի ուրեմն կայանատեղիում գնա աշխատանքի, այլ նաև պետք է ավտոկայանատեղիներ լինեն Երևան մտնող 4 ուղղություններում, որպեսզի քաղաքացիները մեր մարզերից որ գան քաղաք չմտնեն իրաց մեքենաներով քաղաք, այլ Արվարձաններում այդ կայանատեղիներում կայանեն, այնտեղից տրանսպորտով իջնեն քաղաք։ Այսինքն կարելի է ինչ-որ մի լուծում գտնել, մարդը իր մեքենայով գա կանգնի կայանատեղիում իր համար վճարած գումարի դիմաց Երևանում այդ օրվա համար երթևեկելու անվճար տոմս տան, այդ մարդը իր մեքենան իրան նաև ֆինանսապես հարմար լինի, կայանի այդտեղ եւ այդ անվճար տոմսով երթևեկի Երևանում այդ օրը իր աշխատանքներով գնա զբաղվի, հետ վերադառնա այդ կետ, իր մեքենան նստի եւ գնա շրջան, չգիտեմ, Աբովյան կլինի, չգիտեմ, նոյեմբերյան կլինի, գնա տուն։ Այսինքն լուծումներից մեկն է դա, որ պետք է նաև Երևան քաղաք մուտքերի մոտ կառուցվի ավտոկայանատեղիներ, որը նույնպես եւ խցանումը կթեթևացնի Երևան քաղաքում եւ արտոնետումները կչացնի Երևան քաղաքում։ Ամանորի տոնական ծախսերի համար ինչքան գումար են հատկացրել, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ նաեւ ասացի, որ այս տարի տարբերություն նախորդ տարվա ուղղակի թռիչքաձև աճ են ապահովում իրենց պարգևավճարների համար, համեցեք։ Տեսեք, Երևան քաղաքում առաջիկա տոների, ամանորյա տոների հետ կապված հատկացված է 607 միլիոն 645 հազար դրամ գումար, որից 345 հազար դրամը ծախսվելու է միայն դեկտեմբերի 14-ի տոնակատարության համար։ Անցած տարվա համեմատ ուրեմն 58 միլիոնով ավելացվել է ծախսերը, որի գումարով ուրեմն գնվելու են հրապարակի տոնածառի համար նոր ճյուղեր, որպեսզի ավելացնեն կամ չգիտեմ փոխարինեն անցած տարվա ճյուղերը եւ նաեւ ուրեմն վարչական շրջաններում եւ նաեւ կենտրոնում լույսերի փոխարինման համար, այսինքն այս տարի անցած տարվա համեմատ ծախսը ավելացել է 10-11%-ով։ Դա տոնական ծախսերի կամ ամանորյա ծախսերի հետ կապված։ Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ուրեմն պարգևավճարները հարգելի երևանցիներ, հարգելի քաղաքացիներ, պարգևավճարները այս իշխանությունները, Երևանի իշխանությունները ավելացրել են 63%-ով 25 թվականի համեմատ։ Ուրեմն վերջին 4 տարվա ընթացքում ընդհանրապես պարգևավճարները ամեն տարի տարվա վրա ավելացել են, բայց այս տարի աննախադեպ աճ ունեցել պարգևավճարները։ Անցած տարվա համար 25 թվականի համար ավելի ճիշտ, նախատեսված է եղել 714 միլիոն դրամ պարգևավճար։ 2026 թվականի համար արդեն նախատեսել են 1 միլիարդ 128 միլիոն դրամ գումար, որպեսզի պարգևատրվեն, որպեսզի լավ վարձատրվեն։
դուք վճարում եք հարկեր Թուրքեր, դուք վճարում եք թանկ տրանսպորտի համար, դուք վճարում եք թանկ կարմիր գծերի համար, դուք վճարում եք թանկ աղբահանության համար, այս մարդիկ պարգևատրվում են։ Այս մարդկանց պարգևատրությունը 26 թվականին ավելացել է 414 միլիոնով։ Եվ կրկնում եմ, կազմելու է 1 միլիարդ 128 միլիոն։ Դե դուք վճարեք, հարմարվեք, իրանք էլ այսպես իրանց գրպանները լցնեն, իրանց կյանքը լավացնեն, իրենց կյանքը բարելավեն, այդ որ ասում էին ժողովուրդ ջան փոխվելու է, այդ իրանց համար էին ասում որ կյանքը փոխվելու է, այդ ձեր համար չէին ասում։ Այո, իրենց կյանքը փոխվել է, իրանց բարձր աշխատավարձերին գումարվում նաև բարձր պարգևավճարներ։ Բարձր պարգևավճարներ 1 միլիարդ 128 միլիոն։ Բայց այսօր ազգային ժողովում է Նիկոլ Փաշինյանը ասում է օրինակ հիմա որ 10,000 դրամ ավելացնենք թոշակը, շատ վատ դրության մեջ ենք թողնելու թոշակառուներին, չեն իմանալու ինչպես ծախսել փողը։ Չգիտեմ, նորթու ծիծաղը չէ, լացը պետք է գա, բայց էս է իրականում։ Մի հատ համար մեկ դաշնակահար ունենք երկրում, որ ասում էր փողի խնդիր չկա, ասում էր, բառացի չեմ կարող հիշեմ ինչ ասել, բայց ասում էր բյուջեում փողի խնդիր չունենք։ Բա որ հա, Սյունիքում ասա այդ արտահայտությունը։ Բա որ բյուջեում փող կա, փողի խնդիր չունեք, բա ինչի՞ չեք մարդկանց թոշակները բարձրացնում, այլ մանիպուլյացիա եք անում, ասում եք on-line գնումներ արեք, եկող տարի 10,000 դրամ ավել կստանաք։ Այնինչ շատ քաղաքացիներ այդ քարտից on-line գնումներ անելուց եւ ցանկություն չունեն, հնարավորություն չունեն։ Գյուղերում շատերը հնարավորություն չունեն քարտերով on-line գնումներ անեն կամ ուրեմն քարտային գնումներ անեն։ Ու մարդկանց խափում եք թե ինչա ձեր աշխատավարձը բարձրանալու է, եթե քարտով գնումներ անեք, այսինքն գումարը չկանխիկացնեք։ Բայց չեք ուզում բարձրացնեք աշխատավարձերը մարդիկ որ տեսականորեն կամ ֆիզիկապես տեսնեն որ իրենց գումարը իրենց աշխատավարձը բարձրացել է եւ ոչ թե ինչ որ մանիպուլյացիա անեք մարդկանց թոշակները մնան 36,000 կամ չգիտեմ 58,000 բայց ասեն չէ դու տեղից գիտես ինչ կա առևտուր արա քարտով քո թոշակին եւս միջև 10,000 դրամ միջև 10,000 դա 10,000 չի դա կարա լինի 5,000 դրամ կարա լինի 4,000 դրամ բայց 10,000 դրամ է նկատում դուք այսինքն դա էլ է պարզ մանիպուլյացիա ասում եք առևտուր արա որ դրանով քո թոշակը եւս 10,000 դրամ բարձրանա դա պարզ մանիպուլյացիա է ուղղակի այս մարդիկ մի 3,000 դրամով մի երկու անգամ բարձրացրեցին մարդկանց թոշակները մարդկանց դրանով խափեցին հիմա էլ խափում են ասում են չէ on-line առևտուր արա կամ քարտով առևտուր արա ձեր թոշակը դրանով կբարձրանա դա պարզ մանիպուլյացիա է նորից եմ կրկնում այս մարդիկ իրենց կյանքն են բարելավում ոչ թե ձեր հարգելի քաղաքացիներ իրենց կյանքն են լավացրել ոչ թե ձեր այն որ քյաբաբի հետ բերեն այդ իրենց համար են բերել Տեսեք, ես այդ մասին խոսել եմ, բազմիցս եմ խոսել, եթե ճիշտ եմ հիշում, ձեր տաղավարում եմ խոսել, հարցազրույցներում եւ նաեւ ավականունիստերում սրա մասին խոսել, բարձրաձայնել եմ, վերջի անգամ անցած նիստին եմ խոսել եւ բարձրաձայնել անհրաժեշտությունը, ուրեմն քաղաքի, Երևան քաղաքի հիմնարկ ձեռնարկությունների աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտության մասին խոսել եմ, ինչի մասին է խոսքը։ Ուրեմն երաժշտական դպրոցները, երաժշտական եւ մշակույթի դպրոցները, արվեստի դպրոցները ավելի ճիշտ, մանկապարտեզները եւ պոլիկլինիկաները, ուրեմն այդ աշխատողները ստանում են 100-ից 200,000 դրամ աշխատավարձ։ Կոնկրետ մանկապարտեզներում ստանում են 150-ից 161,000 դրամ աշխատավարձ, դաստիարակի եւ դաստիարակի օգնականները պոլիկլինիկաներում ստանում են 100-ից 200,000 դրամ աշխատավարձ, բուժքույրերը եւ բժիշկները որոշ դեպքերում նաեւ 75,000 դրամ աշխատավարձ են ստանում բուժքույրերը։ Ուրեմն երաժշտական դպրոցներում ես չեմ ասի որ կոնկրետ որ վարչական շրջանում եւ որ դպրոցում եմ հարցում արել դրույքու կեսով ուսուցիչը երաժշտական դպրոցում աշխատում է ստանում է 160,000 դրամ աշխատավարձ։ Հիմա իմ առաջարկը ինչու՞մն է եղել։ Ուրեմն անցած ավականունիստի ժամանակ, եթե հիշում եք կամ եթե տեսել եք, եթե չէ հիմա կասեմ, նոր կառույց է ստեղծվում, ուրեմն Երևանի Անիվ 2-ը, այո, Երևանի երթևեկությունը կառավարող ինչ որ կազմակերպություն է, մինի անիվն է, էլի դա։ Ուրեմն կառույց է ստեղծվում, որտեղ տնօրենը ստանալու է 1,800,000 դրամ աշխատավարձ։ Փոխտնօրենը ստանալու է 1,700,000 դրամ աշխատավարձ։ Բայց այստեղ հարցը տնօրենի եւ փոխտնօրենի մասով չի։ Ուրեմն վարչատնտեսական մասի աշխատողները 18 աշխատակիցներ են։
Ստանալու են 230-ից 286,000 դրամ աշխատավարձ։ Կոնկրետ էլեկտրիկը եւ վարորդը ստանալու են 286,000 դրամ աշխատավարձ, պահակը եւ հավաքարարը ստանալու են 230,000 դրամ աշխատավարձ։ Հիմա տեսեք, այստեղ այս անարդարության մասին եմ բարձրացրել հարցը, հիմա էլ եմ ասում։ Տեսեք, ինչ անարդարացիա վարվում Երևանի այսօրվա իշխանությունը ի քաղաքացիների հանդեպ։ Տեսեք, ուրեմն նոր ստեղծվող կառույցում հավաքարարը եւ պահակը ստանալու են 230,000 դրամ աշխատավարձ, բայց նույն Երևան քաղաքի հիմնարկում պոլիկլինիկաներում կլինի, մանկապարտեզներում կլինի աշխատակիցները ստանալու են 150-160,000 դրամ աշխատավարձ կամ ստանում են այդքան։ Դա ինչքանով է արդարացի։ Դա արդարացի չի եւ այդ արդարացիության վերականգնման համար, վերականգնումը մի քիչ բանով ասեմ էլի, այդ մարդիկ, այսինքն այն մարդիկ, ովքեր որ ցածր են վարձատրվում այդ 230-ից, պետք է մինիմումը գոնե 230,000 դրամ աշխատավարձ ստանան, եթե ոչ 286,000 եւ ավելի։ Դրա համար նախաձեռնությունով հանդես եկա, ավելի ճիշտ առաջարկով հանդես եկա, առաջարկ եմ արել Տիգրան Ավինյանին, որպեսզի կոնկրետ մանկապարտեզների աշխատակազմի, ոչ միայն դայակ դաստիարակի, այլ եւ հավաքարարի, եւ խոհանոցում աշխատողների, եւ պահակների աշխատավարձը բարձրացվի, եւ նաեւ դայակ դաստիարակների, եւ պոլիկլինիկաների աշխատակազմի աշխատավարձը բարձրացվի, բուժիչ-բուժքույրերը կլինեն եւ տեխնիկական սպասարկող անձնակազմը կլինի։ Այդ մարդկանց աշխատավարձը պետքա բարձրացվի, որովհետեւ մանկապարտեզում աշխատողների, կոնկրետ դայակ դաստիարակների մասին է խոսքը, աշխատանքը ավելի պատասխանատու է եւ նույնը բանը բուժիչ-բուժքույրերի աշխատանքը ավելի պատասխանատու է, քան նոր ստեղծվող այդ կառույցի հավաքարարի կամ, չգիտեմ, վարորդի, էլեկտրիկի կամ պահակի։ Դրա համար պետքա այդ վերանշած հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցների աշխատավարձը բարձրացվի եւ ոչ թե ուղղակի բարձրացվի 10-20%-ով, այլ բարձրացվի, հավասարեցվի մինիմումը 230,000 դրամին եւ ավելի։ Ուրեմն այդ հիմնարկը, որ ստեղծվում է, համայնքային հիմնարկը, որը երթևեկությունն է կառավարելու, վարչատնտեսական մասի բաժնի պետի ավելի ճիշտ աշխատավարձը կազմելու է 440,000 դրամ։ Ուրեմն ինչ եք կարծում, մանկապարտեզի տնօրենը ավելի փոքր կոլեկտիվ է ղեկավարում, ավելի քիչ պատասխանատվություն է կրում իր վրա։ Այնտեղ մեր Երևանի մանկապարտեզներում մոտ 10-ից 12 խմբանոց ուրեմն մանկապարտեզներ են եւ մանկապարտեզ են հաճախում 300-ից 360 երեխա։ Պատկերացնում եք 300-ից 360 երեխու պատասխանատու է մանկապարտեզի տնօրենը։ Եվ իմ տեղեկություններով ավելի ցածր է ստանում 440,000-ից, դրա կեսն է ստանում։ Նույնը վերաբերվում է օրինակ շախմատի դպրոցներում։ Շախմատի դպրոցներում մեկ դրույքը 150,000 դրամ է, նկատի ունեմ ուսուցչի մեկ դրույքը։ Տնօրենը ստանում է 230,000 դրամ աշխատավարձ։ Բայց նորից եմ կրկնում, նոր ստեղծող համայնքային հիմնարկի վարչատնտեսական բաժնի աշխատողը հավաքարարը ստանալու է 230,000 դրամ աշխատավարձ։ Պահակը ստանալու է 230,000 դրամ աշխատավարձ։ Էլեկտրիկը ստանալու է 286,000 դրամ։ Վարորդը ստանալու է 286,000 դրամ։ Ինչքանով է արդարացի։ Արդարացի չի։ Ուստի օգտվելով առիթից, օգտագործելով ձեր լսարանը եւ ձեր խոսափողը, նորից ու նորից Տիգրան Ավինյանին ասում եմ, կարդացեք նամակը, նաեւ իմ էջում ես հրապարակում եմ արել, կարդացեք, դա գիտություն ընդունեք եւ բյուջեն նոր է դեկտեմբերն է նոր է եկել, եկող տարվա բյուջեով նախատեսեք իմ նշած հիմնարկների Երևան քաղաքի ուրեմն մանկապարտեզների, պոլիկլինիկաների, այս պարագայում դեռ միայն իրենց աշխատավարձերը բարձրացրեք։ Եվ եթե քաղաքային այլ թեմա ունեք, որ հարց չեմ տվել, եթե չկա, մեկ այլ հարց եմ տամ։ Խնդրեմ։ Եվ Մայր Հայաստանը այս ընթացքում իր աջակցությունն է հայտնում հայ առաքելական եկեղեցու, պարբերաբար լինում եք Մայրաթորում։ Մենք տեսանք այս կեղտոտ պատկերը, որտեղ ստեղծան 8 հուդաները, 8-10 արդեն չգիտենք, գնացել են եւ այսպես Փաշինյանի հետ հանդիպեցին։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ կա նաեւ հանրային խնդրանք Բեհապար Հայրապետին, օրը առաջ կարգառույց անել այս մարդկանց, զրկել իրենց թեմերի առաջնորդությունից, համեցեք։ Ես շատ ցավ եմ ապրում, տեսնելով այդ 8-ին, 9-ին, 10-ին Հայաստանի եւ հայ ժողովրդի թիվ 1 թշնամու ձեռքը սեղմելուց, ցավ եմ ապրում տեսնելով նրա հետ մեկ սեղանի շուրջ նստած, ինչ որ հարցեր քննարկելուց, ցավ եմ ապրում, երբ որ այդ մարդիկ գնացել, խոնարհվել են այդ
թիվ 1 թշնամու առաջ, համաձայնվել են ինչ-ինչ բաների, ինչա թե կոմպրոմատներ կա իրենց վրա, ցավալի է, շատ ցավալի է, ես վստահ եմ, որ վեհապար հայրապետը, որ կաթողիկոսը իր բարձունքում է գտնվելու եւ կտրուկ գործողություններ անելու այդ 8-10 հոգու հանդեպ, այո, պետք է կարգալույց արվի, ես գնահատական տվողը ես չեմ, բայց ես իմ ցանկությունը եւ նաեւ շատերի, այո, հայ ժողովրդի շատ մեծ մասի ցանկությունն է երևի ասելու, որ այդ մարդկանց հարցը կտրուկ պետքա լուծվի։ Այդ մարդիկ պետքա դառնան շարքային քաղաքացիներ, պետքա այդ մարդկանց կարգալույց արվի, թեմերից զրկվի, թող այդ մարդիկ գնան իրենց տուն, իրենց տանը կուզեն, չգիտեմ, Փաշինյան Նիկոլենց տանը կուզեն աղոտ քանեն, այդ արդեն իրենց գործն է։ Իրենց հարցը պետքա լուծվի ու ես չգիտեմ, վստահություն ունեմ, որ կաթողիկոսը իր բարձունքում մնալու, չի տրվելու այդ մի քանի հոգու ինչ որ կամակատար ցանկություններին եւ որոշում է կայացնելու, կտրուկ որոշում է կայացնելու նրանց հանդեպ, որը կպահպանի հայ առաքելական Սուրբ եկեղեցին, հակառակ դեպքում մենք կորցնելու ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին, կորցնելու ենք, որովհետեւ որ նայում ենք թե սրանք ինչ են արել ոչ թե հիմա, ոչ թե վերջի մի քանի ամսում, այլ վերջի 7-8 տարում, թե հայ ժողովրդի հանդեպ եւ թե հայ առաքելական եկեղեցու հանդեպ, տեսնում ենք, որ հաջորդ քայլը հայ առաքելական Սուրբ եկեղեցու ոչնչացումն է, հայ առաքելական Սուրբ եկեղեցու վերացումն է, ինչը անթույլատրելի է, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը դրա մասին չի խոսել, չի ասել, ում է տեսնում այդ աթոռին, վեհապարի աթոռին ես նկատի ունեմ գահակալ որպես անուններ չի ասում, միգուցե հենց ինքը իրեն է տեսնում, թե ուզում է միապետություն ստեղծի, որ եւ վարչապետը լինի եւ կաթողիկոսը լինի, միգուցե ուրիշ տեխնացուներ ունի այլ եկեղեցիներից, իրեն հավատակից եկեղեցիներից կամ իրեն իշխանության բերած կրոնական կազմակերպություններից, աղանդավոր կազմակերպություններից, միգուցե Փաշազադեի, միգուցե չէ, մեծ համոզմունք ունեմ, որ Փաշազադեի հրամաններն է կատարում, որը հայ եկեղեցին ճանաչել է տարածաշրջանում սպառնալիք։ Ինչ է ուզում անի, սպառնալիքն է ուզում վերացնի։ Այդ հայ առաքելական եկեղեցին 1700 տարի սպառնալիք չէր տարածաշրջանի երկրների եւ տարածաշրջանի ժողովուրդների համար, այսօր դարել է սպառնալիք։ Եվ այդ ոնց եղավ, որ համընկավ Փաշազադեի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետ։ Ոնց եղավ, որ հարձակվեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու արդեն բացահայտ իր դեմքով, եթե մինչ այդ հարձակվում էր ոչ իր դեմքով, այսօր արդեն իր դեմքով է հարձակում եկեղեցու վրա։ Ես խնդրում եմ ուղղակի հայ առաքելական Սուրբ եկեղեցու այսօր հավատարիմ մեր ուրեմն եկեղեցիականներին, բոլոր մակարդակներում գտնվող եւ նաեւ Գարեգին բին, կաթողիկոսին, գտնվեք ձեր բարձրունքում, պինդ եղեք, ամուր եղեք, կայացրեք վճռական եղեք եւ կայացրեք այնպիսի որոշումներ, որ այս մարդիկ չկարողանան մեկ քայլ անգամ առաջ մտածեն ձեզանից։ Ամուր եղեք, հավատացեք ժողովուրդը ձեր կողքին է, հավատացեք հանրությունը ձեր հետ է։